Վերջին տարիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է։ Հայաստան-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների անջանիկ նիստին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս հանգրվանը ընդգծում է Եվրոպական միության հետ գործընկերությունը խորացնելու Հայաստանի անսասան հանձնառությունը, նաեւ այն խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ժողովրդավարական հիմնարար արժեքներին եւ օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին մեր միասնական հանձնառության արտահայտությունն է։ Ինչպես գիտեք, ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ, այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը եւ ապագայի առանցքային ուղենիշը։ Հայաստանի գլխավոր դիվանագետի խոսքով Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումը տեղի ունենում համաշխարհային ու տարածաշրջանային ինտենսիվ տրանսֆորմացիայի ժամանակահատվածում։ Այս միջավայրում Հայաստանը իր անվտանգային գործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում։ Մենք վճռականորեն հեռանում ենք միակողմանի անվտանգային եւ պաշտպանական կախվածությունից։ Եվրամիության հետ մեր գործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, եւ այսօրվա խորհրդակցությունները այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են։ Միրզոյանը ընդգծեց, ԵՄ մշտադիտարկման առաքելությունը բավականին կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում։ Մենք շնորհակալ ենք 2024 թվականին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար եւ հուսով ենք ունենալ ձեր շարունակական աջակցությունը նաեւ 2025 թվականին մեր դիմակայունությունն ավելի ամրապնդելու նպատակով։ Մեր աճող անվտանգային գործակցության շոշափելի արդյունքը ստորագրված համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունը ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության առաքելություններին։ Նախարարի խոսքով Հայաստանը շահագրգռված է խորացնել գործակցությունը ԵՄ-ի եւ առանձին անդամ պետությունների հետ կիբերանվտանգության, մեդիագրագիտության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու եւ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։ Ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ մեր գործակցության ամրապնդումը եւ մանիպուլյատիվ նարատիվների դեմ հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունն ուժեղացնելը ռազմավարական հրամայական է Հայաստանի եւ Եվրամիության համար։ Արարատ Միրզոյանը նաեւ շեշտեց, որ այս խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը եւ Հայաստանի ու Եվրոպական միության միջև նոր ռազմավարական էջ կբացեն։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։